Բագրատյան, նախկինում եղել է չէ, որ թոշակները մի քանի անգամ բարձրացրել են, ինչքանով է ռեալ, որ տեսեք, նախ ինչի է այսպես վարվում ինքը թոշակառուների հետ, իր կոնկրետ ընտրազանգվածն է, ամենայն հավանականությամբ ինքը իր անդրախախտումների վրա վստահ է, որ թոշակառուներն այսպես արդեն դեն նետեց, չէ, գոնե ասին կարող է, չէ, մի քանի հազար դրամով բարձրացնել կամ այսպես Անժելա, փող չկա, ոչ չեք հասկանում։ Փող չկա։ Սիստեմը գոյություն ունի, որովհետև գոյություն ունի մոտ մի քանի հազարանոց պարեկային ծառայություն։ Դրանց պետք է ավելի նրանց ամեն մի պարեկին ավելի փող ենք տալի, քան թե բանին համալսարանի պրոֆեսորին, բում աշխատող պրոֆեսորին։ Սիստեմը գոյություն ունի, որովհետև Հրանտ Բագրատյան վարչապետը կամ Լևոն Տեր-Պետրոսյան նախագահան շրջում էին մեկը 2, մյուսը 4 մեքենայով։ Այս մարդը 14 մեքենայով շրջում է։ Սիստեմը գոյություն ունի, որովհետև մենք ամեն անգամ 1000-5000 հոգի չէինք հավաքում, գնում ինչ-որ եկեղեցի դեմ կանգնում, որտեղ ինչ-որ մուծիլով կեկանայինք հայ առաքելական եկեղեցու դեմ։ Փող չկա, տակը փող չի մնում։ Բյուջեն, որը ինքը ավելացրել է 2.5 անգամ, բյուջեի պետական պարկի սպասարկման փողն ավելացել են 5 անգամ։ Չի կարող էլի։ Եվ որ պետական պարկը անում ես, տակը փող չի մնում։ Ինքն չի ասում, ես քեզ թոշակ չեմ տա, բայց որ գնաս առևտուր անես, զեղչ կանեմ, եթե գնաս։ Ինչի։ Թոշակը քո սեփականությունն է, իրավունք չունի չտա։ Ավելին, նույնիսկ թոշակառուն անվանել, քանի որ տգետ է կամ չգիտեմ ինչ է։ Այսինքն փողը տալիս է քեզ, բայց ցույց տալի, տեսեք ինչ բան եմ անում, չէ։ 2000-ել գնում ես առևտուր ես անում։ No, ինքը փող չունի տա։ Փողն էլ կտար այտենց հիմար քայլերի չերի տա։ Փող չունի տա։ Չի կարա նորից պարտքանի բերի դնի ես ազգի վրա ու Պարտքին ինքը ազգի համար պարտքանի, ինքը իր նպատակը այդ ամեն ինչը ոչնչացնել է։ Ինքը պարտքար անի իշխանության համար։ Օրինակ նոր գոտիներ առնի ոստիկանության համար։ Պինդ գոտիներ։ Նոր ատրճանակներ գնի։ Որոնք կրակում են, հատուկ ատրճանակներ կան, որոնք եթե տեսնում են հայ ես կրակում են, եթե հայ չես չեն կրակում։ Տեսնում եք, չէ՞ ինչ մեքենաներ ոստիկանության համար, ասեց ինչ է սարերում հովիվ էլ չի մնացել։ Բոլորին բերել է 500-600 հազար աշխատավարձ, դու ուղղակի սենց կանգնի, այդ աշխատավարձը կստանաս։ Բա դրա համար կա, հա, փող։ Թոշակառուի համար չկա։ Դրա համար չկա, որովհետև այդ բոլորը զարգացել է, դրա համար հաջորդ եկող ընտրությունները, որ հիմա լինեն, հաջորդ եկող արդեն պետքա որպես պետական գործիչ մտածի բանի մասին։ Բայց ինչ մեղ կա, չէ՞ հաջորդ եկող, այս ավերակները ոնց է, այս ինչ ավերածություն է։ Այս ավերը, չգիտեմ, այս ամեն ինչի վրա, ոնց է, ու ինչ է հայտարարել, ասում է 2026-ից հետո չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, դե ասեց ես ինքը իրան նկատի ունի իր թիմին, նախկին նախագահներ բոլոր դուրս են շպրտվելու, այս նախկին նախագահները ազատագրեն, շենացնեն երկիրը, անվտանգ պահեն, ինքը գա ամբողջ երկիրը հանձնի, այն հաստա գլուխ անասունն էլ առաջին ալիքով նստի, մեկ էլ ասի, խի դուք հետ եք բերելու, հայվան, հարցրու ասա, այսինքն այն բաներին իրանք տարածքը տալիս են, հետո կանչում անդիմությանն ասում է, խի դու հետ ես բերելու, տավար, ինչ եք տվել, որ հիմա էլ ասում եք հետ եք բերելու, այդ նախկին նախագահները այս իշխանությունների պարոն Բագրատյանից ազատագրած տարածքներն է, լուսած քաղաքականությունը նայեք էլի։ Ձեզ նստացնում եք են ասում, չէ, հետ եք բերելու, դե տավար ինչ եք տվել։ Քո պաշտպանած թիմն չի հանձնել երկիրը, որ հիմա էլ ընդդիմադիրին կանչած է հետ ես բերելու։ Ձեզ չի հարցրել այդ հաստագլուխը հետ ես բերելու։ Այո, հարցրեց, ասեց, ես էլ ասի, այո, հետ ենք բերելու։ Բան չեք տվել, որ մի հատ էլ, մի հատ այդ տվողները ռադ եղեք գնացեք։ Գրողի ծոցը։ Մենք հետ կբերենք եւ Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Ղազարյանը այսպես աչքերը կբացեն եւ ղարաբաղցիները պատվով կվերադառնան։ Պետրոս Ղազարյանը արդեն դե տեղավորվում է, չեք տեսնում Սամվել Կարապետյանը այդ փորձում է քաղցր-մաղցր իր տեխնացիների հետ էս փափուկ է խոսում, զգացել է բանա փոխվելու։ Դու ձեր դարդը լացեք Պետրոսը, Պետրոսը ճարը կտեսնի կգնաք ասի, ես Դու ես ամբողջ կյանքում եմ եղել նվիրված Սամվել Կարապետյանի կամ Քոչարյանի, պարոն Բագրատյանն էլ է։ Ես որ նվիրված էի պարոն Բագրատյանին, Պետրոսը կասի դուք ուր եք։ Ինչքան եմ ասել խի։ Մեր կենտրոնում տենց բան էին անում, ասեն Պետրոսը չի ասում, ինչու ասում է խի։ Հիմա